Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորի, բարի ուշ երեկո, շնորհակալություն միանալու համար եթերին։ Դե ինչ մեր երկու բառով անդրադառնանք օրվա թեմաներին ու մեր մեկնաբանությունը, պատկերացումները որպես քաղաքացիներ թողնենք այստեղ, գուցե որից է պաշտոնյա չինովնիկ ցանկանա ծանոթանալ հանրության հենց տրամադրություններին ու ընկալումներ, պատկերացումներին եւ փորձի դրա վրա շարադրել, վերաշարադրել իր քաղաքական ընթացքը։ Ուրեմն նախ ամեն ինչից զատ մի այսպիսի բան, այն Մարիա Ղահրամանյան կա մի հատ, քվեարկության ժամանակ սխվում է իր գործընկերոջ կոճակը, առաջին հայացքից հատել լավ մի հատ տեսքով մի հատ այնքան մեկա ճակատագրական ելք չկա, իհարկե դրանից առաջ էլ դրանից հետո էլ մեկը ուրիշի կոճակներ սխվում, Ղահրամանյանի հենց կոճակներ սխվում, լսեք, ես հասկանում եմ, որ ձեր արյան մեջ է կեղծարարությունը, բայց թույլ տվեք նկատել մի բան, ուրեմն ազգային ժողովի գործունեությունը դա ժամանակակից պատմությունն է, հասկանում եք, ու պիտի հստակ ըմբռնելի լինի հետո սերունդների համար, թե ով է սեղմել կոճակ, ով չի սեղմել կոճակ, ով ինչ գույն կոճակ է ստեղծել, ով ինչու ներկա չի եղել, որ կոճակ չի սեղմել, հասկանում եք, գուցե արդյունքների ելքը էական չի դրանից, էական չի փոխվում, բայց կոճակ սեղմելը ուրիշի տեղը ո՞րն է, չհասկացանք, բայց մյուսը ուր էր, կեղծում արդյունքները, դուք կեղծում եք արդյունքները, քվեարկության արդյունքները կեղծում եք աչքներից դեմը, ու մենք տեսնում ենք դա, ու դուք ուզում եք ասեք, որ տեղում ազգային ժողովում քվեարկության արդյունք կեղծողը ընտրություններին ազնիվ արդար պայքարի մեջ է եղել, ասենք մի քիչ խեք է շիտեղ դնում մարդկանց, մեզ կոնկրետ քվեարկությունն է հետաքրքրում, միշտ ինչից որ խոսում եք, որովհետև ձեր հանձնաժողովի նախագահների թեկնածուները մեծ հաշվով չեն հետաքրքրում, նրանք բլա սիրուն տեքստեր են ասում, ինչ հաստատություն տալիս ու խոդ են լինում, ինձ նրանք հետաքրքիր չեն, ինձ արդյունքներն է հետաքրքիր, քանի պատգամավորը նիստին ներկա, այդ քվեարկության արդյունքներն է հետաքրքիր, քվեարկեցին թե չքվեարկեցին, որքանով են իրենք լուրջ մոտենում իրենց գործունեությանը, ինչն եք կեղծում, ինչն եք թաքցնում, ասենք օրինակ թաքցնում եք, որ Ղահրամանյանը չի եկել գործի կամ ուշացումով է եկել, ինչ եք անում։ Որ ասում ենք հանրապետական պրոմաքսն եք ետեք էլի, մեկ էլ ընդեղ էին սիրում, մի հոգի դարձել 8 հատ քննորդ ցնցնում էր բոլորին ու վсё, քվեարկված է։ Եվ խնդրում եմ Ռուբեն Ռուբինյանին, հարգարժան, սրան գնահատական տվեք։ Սա քվեարկության արդյունքների կեղծում է նշանակում։ Էթիկայի հանձնաժողովը արդեն ձևավորել եք։ Ասենք վաղը, չգիտեմ, այստեղ հետևողներից մեկը զբաղվելով քաղաքականությամբ, հետաքրքրվելով դրանով, որևիցե կուսակցության շարքերում ընդգրկվելով, գալիս ասում ազգային ժողով, ինչ որ բան ուզում ինքը նայ։ Գիտեք ինչ, այսօրվա դրությամբ, եւ 21 թվին հատկապես դա տեսանելի էր։ Այսօրվա դրությամբ բոլորն են հիշում, թե որ կարևորագույն բաներին, որոշումներին ու նախագծերին ով ոնց է քվեարկել։ Անկամ երբ որ մի թիմից են եղել։ Եվ դրա վրա քաղաքական հետևություններ են կառուցում, վերանայում, վերապրում, վերամտորում, հասկանում եք։ Հիմա նստած ֆակտ, ուժեղ Հայաստան խմբակցությունը երկու անգամ արձանագրված փաստ ունենք, որ խարխի կնոպկա են սխմում, ընդհանրապես ասենք զգուշացում եք չի դա, ընդհանրապես տեղեկացնում եք մի արեք, չէ, այդպես դուք տալիս եք հնարավորություն ավելի կարևոր դեպքերում ինչ-որ բան անել նկատողությունով պրծեն, ոչ, այլ տեղում նկատողությունը պիտի լինի, ու մի հատ էլ պիտի լինի քվեարկությունը, նա թազա հələ բան արեք, սա այսպես, հիմա մի փոքր առաջ անցնենք, դե հիմա բանի, Քոչարյանի կալանքի հարցն է քննարկվում, ժողովուրդ ջան, տեսնենք կկալանավորեն թե չէ, բայց ինչն է հետաքրքիր, վերնագիրը երևի տեսակ, ուրեմն փորձում են արդարացնել, թե տենց բան չի եղել, պատկերացնում եք, այսօր ազգային ժողովում էլ, ճեպազրույցներում էլ, ինչ-որ ոչ Քոչարյանը, ոչ մեկ ոչինչ չի գողացել, ոչինչ Սեթրակ Քոչարյանը կդիմանա այս քաղաքական հետապնդմանը, Սեթրակը Քոչարյան քաղաքականությամբ չի զբաղվում, ինչ հետապնդում, մի խոսքով, այս ամեն ինչը սենց գնում,
Բայց մենք այնքան են ստեր խոսել, արդեն չեն հիշում ով որ սուտներ խոսացել, որ շարունակ են խառնել են իրար։ Ուրեմն, ասում եմ Հայաստան խմբակցության հատկապես падգամավորներին Լևոն Քոչարյանին է թվում, Սեդրակ Քոչարյանի Ռոբերտ Քոչարյանի որդուն եւ առհասարակ իրենց սատարող քաղաքացիներին նույնպես։ Ժողովուրդ ջան, ձեր շատ սիրելի Ռոբերտ Քոչարյանի եւ Սեդրակ Քոչարյանի փաստաբանը Կուչուբաևը, ճանաչում եք Կուչուբաևին։ Կուչուբաևը երեք գիշերը իր բերանով, խոստովանել է, որ տենց բան կա։ Ասեմ ոնց։ Մարդուն հարց են տալիս, մարդը պատասխանում ասում է դրանք 20-25 տարի առաջվա բաներ են, վաղեմության ժամկետ կա։ Չի ասում գիտեք, այս ամեն ինչը, այս քրեական գործերը սարքած են, հեսա կտենակ քանդելով ոնց են գնում, որովհետև այո 40 միլիոնով կարող էր առնել այդ հողերը, այո 1.7 միլիոնով կարող էր ծախել այդ հողերը, որովհետև չգիտեմ, սենց չէ։ Ուսմա վաղեմության բան, ժամկետ։ Հասկանում եք, այսքան Կուչուբաևը ձեր փաստաբան ասել է, հա, եղել է այդ հանցագործությունները։ Այո, Քոչարյանն ու Քոչարյան հայրեբորթիները հանցագործներ են։ Այն հիմա ես իրավական առումով չգիտեմ, այդ բանը ինչ անցնում է այդ վաղեմության ժամկետով թե չէ, հետո արդեն փաստաբանները, իրավաբանները ավելի կոնկրետ կասեն, այդ առանձնապես խոշոր չափերով բանը։ Այնուամենայնիվ, արդեն դուք անոնսել եք դրա մասին։ Իհարկե, ասեք թե չասեք, մենք տեղյակ ենք։ Ասենք, չկա աշխարհում մի հատ, որ տեղյակ չի ձեր թալաններից, էլի։ Բայց միևնույնն է, անգամ պաշտպանվելու դեպքում շանս չունեք, դուք կաշառակերներ եք, դուք թալանչիներ եք։ Վերջ։ Եվ Վարդևանյանը, որը որ վերևից sense կկվի նման փորձում էր հուշել, բաներ հուշել, թե բա անմեղության կանխավարկած, լսիր Վարդևանյան, մենք շատ լավ գիտենք անմեղության կանխավարկածը ինչ է, որ դեպքերում ոնց է ընկալվում եւ այլն։ Բայց մի բան էլ քեզ ասեմ։ Այսօր Վահագն Ալեքսանյան հարց է տալիս։ Հարցը մեջ ստացվեց այնպես, իմիջիալուց դրա մասին Նարեկն Կարապետյան խոսեց, թե բա մի երկու օր առաջ, թե բա մեր թիմին sense ֆռացի նայեցի, ասում է բոլորը բան են արել։ Նստել ելել են իբր, էլի, որ բոլորի վրա քրեական գործ կա։ Բայց ասում անմեղության կանխավարկած կա։ Հիմի այսօր էլ հարցը նրանում էր, բա եթե ասում է ոնց ասեց, ասում է քանի որ դատական վճիռը չկա, մարդը համարվում է անմեղ, հասկանում եք դուք, հասկանում ենք Վարդևանյան, եթե չհասկանայինք, այդ խմբակցությունը այդտեղ չէինք տեսնի, որովհետև դատը բանում կլինեին, քրեական բաներում, այդ բերտերում, բանտերում կլինեին, բնականաբար այդտեղ չէին գտնվի, դա մենք տեսնում ենք, դու դասեր մի տուր, բայց անմեղության կանխավարկած ասվածը մի քիչ այլ մեկնաբանություն ևս ունի, հասկանում ես, ասենք օրինակ, երբ որ դու տեսնում ես, որ մեկը դանակով խփեց մյուսին, ու դատարանում էթում է գործը, էլի, մարդը անմեղա քանի չի հաստատվել, կամ էլ ասում է ես չեմ խփել, թող հաստատեն, ոնց կհաստատեն, ոնց չէ, մինչև այդ մարդը անմեղ է համարվում, բայց նախ խփել է, տեսել ես, չէ, այսինքն վերցնել միայն իրավական տեսանկյունից փորձել արդարացնել, որովհետև ձեր գրած սահմանադրությունը, որովհետև ձեր գրած սահմանադրությունը, ձեր ժամանակների բերած օրենքները հաստատած, քրեական օրենսգիրքը, մյուսը, ձեզ փրկելու մասին է եղել ու ժողովրդի գլխին սարքելու մասին։ Չի եղել արդարադատություն հաստատելու մասին։ Իրավական համակարգը երբեք չի եղել արդարադատություն կառուցելու մասին։ Եղել է սրա նրա գլխին սարքելու մասին։ Դրա համար դուք լավ իմանալով այդ սողանցքները, չգիտեմ, կապիկ լամիշ եք լինում։ Չի կարա տենց ստացվի։ Հասկանում եք, չի կարա։ Ես չգիտեմ, օրինակ Քոչարյան Ռոբերտի կալանքը որպես խափաման միջոց կընտրվի թե չի ընտրվի։ Նրանք այդ գործերով կնստեն թե չեն նստի։ Ինձ գլխավորը, այո, նրանց թալանածը հետ բերելն է։ Ունես զրկելն է նրանց։ Հասկանում, ինձ համար որպես քաղաքացի, որովհետև ինձնից են գողացել։ Ու դատարանը այդ միակ վայրն է, որը կարա արդարությունը վերականգնի։ Իհարկե, ուշացումով, որովհետև այն որ թալանում էին իրանք, այդ ժամանակ ինձ նման միլիոնավոր հայերի ճակատագրեր էին խեղվում, որովհետև փոխանակ պետությունը զարգացնեին, փոխանակ տարբեր իրավիճակներում քաղաքացու համար կյանք ձևավորեին, իրենք զբաղված էին իրենց կյանքը ձևավորելով։ Ինձ նման միլիոնավոր մարդկանցից խլել են կյանք, հնարավորություններ, կրթություն, ուսում, մյուս, ինչ ասես, ամեն ինչ, առողջություն, կարոտ, սեր, սա խլել են, հասկանում եք։
Բոլոր հայության, ողջ հայության ճակատագիրը շեղել են, խեղաթյուրել են։ Դա մենակ գույք չի։ Այդ 54 հատ տունը մենակ 54 հատ տուն չի։ Այդ հեկտարներով հողերը մենակ հեկտարներով հողեր չեն։ Դրա տակը հազար բան կա, հազար միլիոնավոր հայերի ճակատագիր, որովհետև երբ որ նախագահը ստանձնում է նախագահությունը, նա պարտականություններ է ստանձնում։ Եվ դուրս եկեք մերժում եք բանը, չէ՞, ռազմավարական ծրագրերը։ Մենք կփորձենք մեկը մեր համար վերհիշեք, վերհիշեցնեք, տեսնենք հələ դուք ինչ ռազմավարական ծրագրեր եք ներկայացրած եղել ու ինչն եք կատարած եղել։ Հասկանում եք։ Դուք այդ ամեն ինչի խորքը չեք հասկանում։ Չեք հասկանում, որտեղ հով ապահով լրված եք արա։ Որովհետև ձեր մաշկի կաշվի վրա դուք չեք զգացել դրա հետևանքները։ Որովհետև դուք չգիտեք անեն սիրել, ոնց որ մենք գիտենք։ Որտեղ դուք չգիտեք նենց ընկերություն անել, ոնց որ մենք գիտենք, դրա համար ամեն մեկից համար մեր ընկերոջ Հայաստանից հեռանալը մեր համար ծանր է եղել։ Ձեր համար ինչ կա որ։ Ինչ է եղել։ Այս է տարբերությունը։ Բայց միևնույնն է, ես չգիտեմ, կնստեն թե չէ։ Չգիտեմ։ Բայց դա գոնե թող վերադարձվի։ Եվ իմիջայլոց բանը ասեց, Փաշինյանը ասեց, այն ինչ որ ես կարծում էի ու ձեզ ասել եմ մի քանի օր առաջ, որ խոսքի մեջ որ եղել է 18 տվին պայմանավորվածություն հեղափոխությունից հետո, որ ինչ գողացել եք 10%, 10-20% պահեք, մնացածը բերեք բյուջե։ Ես այդ ժամանակ երբ որ այդ խոսակցությունների մասին տեղեկացել եմ, իհարկե մի քիչ վրդովել է, ինչ անշակում 10% պահեք, մնացածը բերեք բյուջե։ Հետո հասկացա, որ գիտեք որ այսպես թե այնպես հիմնավորելու համար որ կան այդ ամեն ինչը, այդ 10-20%-ի ծախսը պետությունը պիտի անի, չէ՞։ Ծախս է արվում։ Իրավական դատական համակարգերով այդ process-ները տանել։ Ոստ լսումներ անել մի խոսքով ամեն ինչը ծախս է։ Լավ ասի, նորմալ է։ Սրանք չէ, ոնց, ուրեմն թույլ եք, բերել են սկսել են մտել են ազգային ժողով արդեն կյանքներս են ուտում։ Կանգնել են, խոսում են բանից, այնտեղ այ բարեվարկություն բառը մի քիչ ասեք, որովհետև ցանկացած բան, երբ որ շատ է լինում, արժե զրկում է։ Նույնը բառերի կիրառում է։ Ես այս տարական օրինակ բերեմ, վերջերս շատ եք խոսում նաև եկեղեցուց։ Աստվածաշնչում Աստված հորդորում է, ասում է ամեն անտեղի տեղը իմանում է մի տվեք։ Գիտեք ինչի, որովհետև կարժե զրկվի։ Այ հիմա ջայների բերանը, որ ընկել է հորս արև մորս արևը, այ արժե զրկվելա ծնողի հանդեպ վերաբերմունքը։ Հասկանում եք, չի կարելի։ Հիմա պայմանավորվել եք բարեվարկություն։ Ձեր ոչ թե sense շեշտեք, քանի որ բարեվարկության կբան ենք հաստատել, ես ինձ հիմա ավելին թույլ չեմ տվել։ Արա դու ավելին մի թույլ տու, մենք դա նկատում ենք։ Մենք դա արդեն հասկացել ենք։ Ու հիմա որ շատ եք ասում, ես սկսում եմ անհանգստանալ, ասում եմ սրանք այդպես երկար չեն ձգի։ Առավել եւս որ եկա մեկը անից ես նզովեց, լավ գնաց, դու ով ես աղջիկ ջան։ Դու ով ես։ Շնորհակալություն Վարդուհի ջան։ Եկել ես անիծում, ում ես անիծում, ժողովրդի ընտրած մարդկանց։ Եվ սերունդներին, չծնված երեխեքին էլ է։ Ու դու ունես արդարացում, իբր այ որովհետև նրանց պատճառով ես եղավ կամ են եղավ, քեզ է թվում թե որից է մեկ։ Դա բոլորի պատճառով։ Բոլորիս։ Քո պատճառով է թվում ու քո մարդու պատճառով է թվում, հորդ պատճառով է թվում, մորդ պատճառով է թվում։ Դե գնա նստի նզովվի։ Բոլոր նրանց ում պատճառով որ եղել է, կարաս։ Չէ, մի հատ կետի վրա եք կենտրոնացել։ Եկել կանգնել, հա, մեկ էլ աշխողս ենք ավելի, համ խոսում են բանից, ասում այս ատելության մտնոլորտ տպառակտումը, բա, մեկ էլ նայում ես արած, իրանց ստատուսները իսկական հայերը սենց են մտածում, այո, հայերը այսի սենց են անում, հայերը էսի են անում, յանի իրանք իրենց բաժանում են, էլի։ Տարանջատեք է, ձեզ հայի տեղ եք դրել արա։ Դուք ձեզ հայի տեղ եք դրել։ Դուք կարաք ինձ, ասենք, հոդաբաց ձևով բացատրեք հայը ինչ է։ Ինչ է հայը։ Բացի ազգություն լինելը, ձեր պատկերացմամբ հայը ինչ է։ Իսկական հայերը, արժանապատիվ հայերը, քրիստոնյա հայերը, մեր չգիտեմ ինչ հայերը, մեր ամենաճիշտ հայերը։ Վատ եք արա։ Դաշկիստանից եկել այստեղ իսկական հայ եք խաղում արագողներից։ Բայց ապարակտում չի, բա ինչ է։ Կներեք էլ ես գիտեմ, որ ես իսկական հայ եմ, ընդ որում արժե համակարգային իմաստով։ Բայց այս ինչ ամեն ինչ թեմայի շրջանակներում չեմ մտածում ունեք ոնց որ դուք։ Դուք կասկածի տակ եք դնում մնացածների հայ լինել չլինել, հա։ Կասկածի տակ ձեր ընտանիքներին կարանք վաբշե դնենք։ Ընդ որում որ ժամանակ առ ժամանակ բան ալինում, հիմնավորվում է որ հենց կասկածի տակ դնելու առիթ էլ կար։
Փորձեք ձեր էլեկտորատին զերծ լեկտի արտահայտություններից, որ հակառակը չլսեք, որ հակադարձումը չլսեք ձեր հասցեին։ Գիտեք ինչ, քանի տարի է ես հետ եմ ասում, զզվել հոգնել ենք արդեն ձեր հետ կոպիտ խոսելուց։ Մենք չենք ցանկանում այն նեգատիվը, որը որ զգում ենք ձեր հանդեպ, մենք ուզում ենք քիչ-քիչ դա դուրս գա։ Բայց մեկ էլ կթերթես, նա բջջի տղա մի բան գրած կլինի, տենց, առանց երկար բարակ ծանոթ հետև արած լինելու։ Ընդ որում որ ասես բջջի տղա։ Դե հələ մի հատ արի կանգնենք, հələ ասա տենամ ինչ ես ասում, էլ չի ասում։ Դա չեք կարող դուք ասեք։ Այդ ո՞նց է լինում, որ ասենք ցանկացած իրավիճակում վարչապետից սկսած կանգնում են ինչ-որ իրավիճակի համար ներողություն բառը չեն զլանում արտահայտում են, բայց դուք ունես բա մենք ճիշտ ենք անում յանին։ Մի հատ ուղիղ ցղեք ձեր էլեկտորատին։ Ասեք այդ չոպողլու յոլոպուկիները տարական իմաստով այդպես աղմաղ բաներ մի խոսեք։ Հիմա եթե ես դնեմ ու գրեմ օրինակ, ասեմ ով Քոչարյանի ձևատրվել թուրքի բիճա։ Վերնելու են մի իրականություն, բայց մեջացի դու ոնց է բացել, մտնելու են, կեսը թռնեն, կեսը կգան պատրաստում կտնեն, չգիտեմ, կգան թե չեն գա։ Այն ամեն մեկ կեսի աշկից կան գնեն, կետան ստենդը խոթան, բտեսակ գնելը սենց բանները ասում ապե բան, պրոստը ձեր չեն տալի, որտեղ միլիցիայի հետ ապրֆռում մի հատ էլ տեղ է հատ է կողորինեն։ Մի խոսքով, սենց բաներ կանեն սաղ կվատնան, չհասկացան կարա։ Բայց եթե դուք տենց բատացող եք, տեսեք ես այդ արտահայտությունը չեմ անում, կյանքում ես որևիցե մեկին ընտրողներին կյանքում մի բառ չեմ ասել, ընդհակառակը, ես ինձ հետևող իմ ընկերները կլինեն, Facebook-յան և YouTube-յան հետևողները կլինեն, ընդհակառակ, կամ նկատողություն եմ արել, կամ ընկերաբար խորհուրդ եմ տվել, ասել եմ մարդու իրավունքն է ինքը ումա սատարում, չի կարելի, անուններ, անվանական ասել եմ, ես ինչ են, կամ են ինչ, սենց է կամ նենց է, սուրել եմ արտահայտվել, կոպիտել եմ արտահայտվել, ձեզ կյանքում բան ասած, ձեզանից մեկը տենց խոսում, Բայց հիմա հելերեք բարեկրթության բաները չխախտենք, բայց այ դուք բանա դավաճան եք, հաղթանակած ասում է, մեր հերոս Ռոբերտ Քոչարյանը, տեսեք ես խնդիր չունեմ, որ ձեր հերոսն է, կարա լինի ձեր հերոսը, շնորհակալություն Ավետյան, կարա լինի ձեր հերոսը, իհարկե կարա լինի, ամեն մեկը ինքը իր գաղափարները, մյուսը մեկի համար, այն մեկն ավելի գնահատելի կերպար մյուսի համար են, մյուսը մարդկա իր համար վարշը վասակ սյունին է հերոս, հասկանում եք, չգիտեմ, դա է երևի պետական դասիրակության բաց թողումն է, հարցեր չի, բայց հենց նստենք հետներդ խոսանք ասենք, նա իր հերոսություններից որևիցե դրվագ, կպատմես, իմիջալուց ձեզ ասեմ, այն կանդասը ինչ, իշխանել հանցագործ է, բայց մի երկու հերոսական լեգենդ իր մասին կար, չգիտենք այդ պատմությունը ճիշտ է թե չէ, բայց ես հակված եմ կարծելու, որ երբ որ մարդու մասին սկսում են լեգենդներ պատմել, ուրեմն տակը մի բան կա։ Քոչարյանի մասին մի հատ լեգենդ կպատմեք։ Օրինակ, մի տարական օրինակ բերեմ։ Անդրանիկ Փաշյան, այսօր տեսա, մեկը вообще տարի դրել էր Անդրանիկ Օզանյանի նկարի կողքը Քոչարյանի նկարը։ Ուրեմն Անդրանիկ Փաշյան լեգենդ կար իր մասին, որ իրան գնդակը չի ուտում, չի կպնում իրան գնդակը, ու ես հիշում եմ հորական պապիս անունը Անդրանիկ է, իրանց տունը պատի խալի կար, Անդրանիկի նկարով, ու դες շատ պատմություններ կային, որոնց մի մասը ճիշտ կլինեին, մյուս մասը լեգենդներ բնականաբար, ու ասում էր բանա, սես մի հատ պատմություն կա, ասում է բարձրանում է Անդրանիկը, այդ իր Փարաջանուսին գցած շրջում է պարիսպների վրայով, տակից թուրքերը կրակում են, իր հետ պետք չի, շրջում է, իր գործը անում է, հետ է գալիս, ասում է Փարաջան հանում, թափար տալիս ու միջից գյուլլեկը թափվում է, հասկանում եք, սա կարա լեգենդ լինի, կարա իրականություն, չգիտեմ, ես հակված եմ, որ կարա իրականություն լինի, ռազմավարվեստին նա այնպես է տիրապետել, որ կարար այս ժամանակներով մի գաղտնի բան մտածած լինել, այսօրվա բրոնեժիլետի բանը նախատիպը, կարար երասում, բայց այնուամենայնիվ, որովհետև հերոսի մասին ենք խոսում, դուք եկել եք զորով ինձ ուզում եք համոզել, որ հերոսի մասին ոչ մեկին չի համոզում, երբ որ Մոնտեն ողջ էր, Մոնտեի մասին մեկը մյուսին չէր համոզում, որ ինքը հերոս է, հերոսները անառարկելի կերպարներ են, դուք վերել եք Քոչարյան Ռոբերտին, դու մեր հերոսին, հաղթանակած նախագահներս մեզ ինչն է հաղթել արա, մի բան ասեք,
Գնամ գլուխ գովամ, ախպեր, ես սիրում եմ իմ պատմությունը։ Սիրում եմ իմ պատմությունը, ասեք այդ պատմությունը պատմեք, գնամ տեղ սիրեմ, ախպեր։ Բա Արցախը հայկական է պահել։ Արա ասում ես հայկական պահելի անունը ինչ է։ Այդ ինչ է նշանակում։ Դուք ինքը թալանում էր, բայց զատո Արցախը հայկական էր ասում։ Արա ասես ընկեր, երբ որ ինքը եկել է նախագահ դառնալու ռազմավարական ծրագիր է, չէ՞ բերել։ Ռազմավարական ծրագրի մեջ գրած է եղել Արցախը պահել հայկական։ Ոչ, Արցախը ունեցել է երկու տեսակետ։ Կամ հռչակվի միջազգայինորեն ընդունվի որպես անկախ պետություն, որը ոչ մեկ չի արել, անգամ Հայաստանը չի ճանաչել։ Կամ միացում Հայաստանին, որը նույնպես գնացել պատմել են, գնացել է Քոչարյանը բանակցել է, ոնց միութենական երկիր ստեղծի Արցախն ու Ադրբեջանը իրար միացնելով, բայց չի բանակցել Հայաստանին միացնելու մասին։ Արա ինքը նայեք պատերազմը, ռազմական գործողություններում մեր զինվորականները, ֆիդայիները, կամավորները մյուս խնդիր ադրված եղել, չէ՞։ Ասել են մենք բանակցելու համար պիտի թիկունքները սպինգ լինի։ Պիտի այդտեղ լավ մզզստեք, որ մենք այնտեղ մի քիչ դուխով խոսանք։ Հա։ Հեսա սաղ ասեմ, Գալստյան ջան։ Բանա, որ մենք այնտեղ մի քիչ դուխով խոսանք, մի քիչ սխմենք, մի քիչ, օքեյ։ Տողեք, ոստեղ ինչքան կարացեք գազ են տվել։ Գազ տվին, վերջը ասին հրադադար ախպեր։ Ընդ որում ռուսն ասի հրադադար։ Ու լիպես համաձայնեք հրադադարին, համաձայնեք։ Գրվեց հրադադար։ Հաղթանակ ոչ մի տեղ չի արձանագրվել։ Ինչի՞ց, հետո պիտի բանակցային պրոցեսները գնեն, այսինքն զինվորը, կամավորը իր գործը արել է։ Այդ դուք գնացել եք, սկսել եք բանակցել, ոնց եք դա վերադարձնում։ Հասկանում եք։ Իր գործը արել է, հա, այն ժամանակ, երբ որ դու եղել ես Արցախում, դարձել երկրորդ նախագահ, դու առաջին նախագահ ոչ մի տեղ չես եղել։ Դարձել, բայց առաջին ու երկրորդը չի հարցը։ Բայց զինվոր այնտեղ արել են կամավորները իրենց գործը, ինչը դու թերագնահատել ես մի առիթով։ Գնացեք հիմի ոչ միտեղ արձանագրած մի հատ փաստաթուղթ չկա հաղթանակի մասին, չի եղել։ Զատո այնտեղ հայեր էին ապրում, հայկական էինք պահում։ Ախպեր, Գլենդելը հայկական է։ Հայկական պահում են հայերը։ Թեկուզ Միացյալ Նահանգներում է, հատկապես Կալիֆոռնիայում, որտեղ որ ամերիկացիք ու մեքսիկները հարցեր ունեն այդ նահանգի հետ կապված։ Հայերը գնացել կայֆոտ լրվել են։ Չգիտեմ, Կրասնոդարը հայկական է, Ռոստովը բան։ Հայկական են։ Ու ինչ ա լինում։ Այո, Ռոստովը ամենահայկականն է ընդ որում։ Այնտեղ ռուս չի ապրել, ուրիշած չի ապրել, այնտեղ հայ ժողովուրդը եկել հիմնադրել։ Ու ինչ ա լինում։ Ինչ նշանակում հայկական էինք պահում։ Դա ռազմավարական ստրատեգիա է եղել։ Ու այսօր ասում հաղթանակած նախագահն է ինքը։ Հարց եմ տալիս։ Ասում են, այս ընտրություններին, ասում են, պարոն Քոչարյան, դուք իպես պիլոտնիկ չէիր առնում։ Ձեր հաղթանակած ռազմական ու չգիտեմ ինչ գործի չէ։ Ասում է, ես մինչև 2008 թիվն եմ նախագահել, իմ ժամանակ պես պիլոտնիկ չի եղել։ 1990 թվականից պարսիկները օգտագործել են պես պիլոտնիկ։ Էդի բանում չէ, ճապոնացիները չեն քննելիս տակ, պարսիկները։ Էլ ավելին ասեմ, երբ որ հայ գիտականները եկել ու քո դեմը դրել են մոդել, պես պիլոտնիկ արտադրելու, մի հատ տենց ձեռնարկություն կար, քանդու քարապեղած, մի հատ փոքր ցեխ էր մնացել, այդտեղ իրանք տենց նվիրյալներ էին, էլ ինչ որ բաներ էին ուզում անել։ Մոդելը բերել դրել են դեմը, քո անելիքը գիտես որն է եղել։ Այդ փոքր ցեխը նույնպես վարի տալ փագել։ Դու տեղյակ չես եղել պես պիլոտնիկներից, ես խափում բա։ Կամ որ հայկականներ ու մերն էր։ Ինչ էր բանակցում արա։ Ինչ էր բանակցում։ Ինչ որ մեկ եկել մեր ունեցածի վրա աշկադրել, դու մտել ես բանակցելու մեջ։ Այնպես որ այդ հաղթանակը, այս դաշնակցական նեոբոլշևիկյան գաղափարախոսությունը, բայք ձեզ։ Շատ, ինչքան շատ ասեք, այդքան շատ եք մարդկանց նյարդայնացնում։ Որովհետև այդ կյանքը դուք մեր ապրածը չեք կարող մեր տեղը պատմեք։ Մենք ենք ապրել։ Հետևանքները մեր քաթերից է եկել։ Հիմա կամ Իրինա Յոլյանին, ով ընտրվեց բան,
Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Տիկին Յոլյան։ Չնայած ընտրվեց, լավ, այդ ընտրվեց, չէ՞, թե հələ այսքան ոնց որ չի ընտրվել, առաջադրվել է։ Տիկին Յոլյան, ձեզ ուղիղ Սևանի մասին ձեր պատկերացումն են ուզում իմանալ։ Օրինակ, դասա հարցնում են, ուզում են հասկանան դու ով ես։ Այո, ես ես ֆռում, ասում եմ իմ կյանքը բաղկացած է երկու մասից, մինչև պատերազմը եւ պատերազմից հետո։ Հիմա գաղտնիք քեզ բացեմ։ Բոլորիս կյանքը կամ գրեթե բոլորիս կյանքը երկու մասի է բաժանել, մինչև պատերազմը եւ պատերազմից հետո։ Մինչև պատերազմը ես ինքս այո, անդիմադիր գործունեություն մշտապես եմ ցավալել որպես ակտիվ քաղաքացի, որովհետեւ ունեցել եմ իմ պատկերացումները աշխարհընկալումը գաղափարները, իմ նախանձը անգամ թե եվրոպացիները խեն այդքան լավ ապրում, իսկ մենք չենք կարողանում լավ ապրել, այս իմաստով։ Եվ մասնագիտությամբ զբաղվել եմ իմ աշխատանքով, դերասանական արվեստով։ Ձեր հետ համադրություն եմ արել բասս բաներ։ Ապրել եմ ոնց կարողացել եմ։ Պատերազմից հետո ես կարելի ասել բեմ չեմ բարձրացել։ Ինչ են տարերքն է, դու հասկանում ես։ Համադրության գործ առհասարակ չեմ վերցնում, չեմ կարողանում։ Ընդհանրապես ուրախության առիթներին բարձր ուրախ երաժշտության ժամանակ դեռևս չեմ կարողանում ամբողջովին կարող ասած մի պաուզեմ ես ինձ կոտրը իմ մեջ այդ բանը դուրս գամ շարժվեմ բան, բայց չէ, մեկը չի լինում։ Բոլորից կյանքն է բաղկացած երկու մասից։ Ուղղակի տարբերություն ձեզ մենք նայում ենք ոչ թե կոնկրետ այդ պահին ով է մեղավոր, այլ մենք նայում ենք դեպքերը ինչպես են զարգացել, որ եկել ասել է այդ պահին։ Ճոգում ես դու։ Բայց սա մի կողմ դնենք։ Ես ինչպես հասկացա, Տիկին Յոլյանը բժիշկների գերդաստանից է, ու ես ներողություն եմ խնդրում, Ժողովուրդ ջան, եթե սխալվել, ինչ առումով։ Մենք ունենք Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։ Ճիշտ է։ Այս արյունաբանական կենտրոնը ինձ թվում է իր հարազատ իր գերդաստանային ազգանունն է գրում, ու այնի թվարկած բժիշկների մեջ հենց Յոլյան կենտրոնը իր բանով մտնում է։ Եթե այդպես չի, ու կան ուրիշ Յոլյաններ, որոնք որ ես այդտեղ մենակ այդտեղ ներողություն եմ խնդրում։ Բայց այն պատմությունները Յոլյանի արյունաբանական կենտրոնի հետ կապված, որոնք որ ես եմ իմացել, ու ինձ են պատմել, ու ես բարձրաձայնել եմ մի քանի անգամ դրա մասին։ Այդ պատիվ չի բերում ձեր գերդաստանին, ինչքան էլ որ իրանք գիտակ բժիշկներ լինեն։ Ասեմ ինչու։ Իրենք գուցե իրենց գործունեությամբ շատերի կյանքը փրկած կլինեն, բժիշկ են։ Բժշկական կամ բժշկագիտության լավ ասպարեզում ներդրումներ ունեցած կլինեն, դա իրանք։ Բայց նաև Յոլյանը այդ են կենտրոններ, չերես որտեղով որ հարուստների երեխեքը չէին ծառայում։ Հարուստների, պաշտոնյաների երեխեքը չէին ծառայում, որովհետև նա ստի հիվանդություն կար, այդպես։ Եվ այնտեղ անալիզներ էին կեղծվում ըստ ինձ պատմած ինձ հասած տեղեկությունների։ Դա քրեական բան է, ենթադրում։ Իսկ մեր օրենքն էլ թույլ չի տալիս, որ մարդուն պարտադրես կրկնակի փորձաքննություն, որոշ ժամանակ անց չես կարող։ Ինքը կարա ցանկություն հայտի, գա թե չգա, դու չես կարող պարտադրել։ Հիմա եթե Տիկին Յոլյանը այս համընկնում է այս տոհմի հետ, որը որ արյունաբանական կենտրոնը նույնպես ունի, ուրեմն դա լավ բանի մասին չի պատմում, ձեր մասին առնվազն ու ձեր դաստիարակության։ Հաջորդ հարցը։ Դες հարց տվեցին կոնկրետ։ Ու դուք պարտավոր եք այդ հարցերին պատասխանել, որովհետև հարցերը ոնց որ ձեր պարագայում, ոնց որ ԿՊ-ի պարագայում հիմնականում բխում են հանրության բարձրաձայնումներից նաև։ Հիմա ձեզ հարց են տալիս։ Ասում են դուք, որ ձեր կյանքը բաժանվել է երկու մասի, մինչև պատերազմ ու պատերազմից հետո։ Հետո դուք ասում եք այդ ընթացքում թիկունքային ամբողջ աշխատանքները դուք եք իրականացրել, այդպես բան չկա, կարող է։ Ասում ես, ո՞ր ինչ պաշտոն ես եղել որ թիկունքային ամբողջ աշխատանքները կապանում դու ես իրականացրել։ Ասում եմ դե ժամանակ շատերն էին թիկունքում, իսկական հայերը թիկունքում, չգիտեմ, կազմակերպչական։ Հետո ասում ես ամբողջ։ Քեզ ներկայացնող ասում է ամբողջ։ Դրա համար հետաքրքիր է դառնում դու ով ես։ Ում ազդարարված եղել այդ ամբողջ աշխատանքը անել։
Բայց ինչ արել է, ովքեր արել են փառք ու պատիվ, այդ ես չեմ քննարկում։ Բայց այդ ընթացքում, երբ որ Սամվել Կարապետյանը հայտարարություն էր անում, կոչ անելով կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Դու այդ նորությունը, լուրը, հրապարակումը ո՞նց ես ընդունել։ Դες նայել ես, արա ասել ես, այս ինչ հայլեն ասել մարդա։ Ես ուզում եմ, որ այ հենց ինքը մտնի քաղաքականություն ես իր հետ կաշխատեմ։ Այ ես ուզում եմ, որ ինքը լինի մեր հաջորդ վարչապետը, բան, սզմանել ես մտածել էդի կարդալուց։ Կես այդ երկտողի առավել լապես ո՞ր մասն է տենց գրգռել։ Այսօր եկել կանգնել, այդտեղ դասեր ես տալիս, մասկես հարց են տալի, դու կողրևին դասեր ես տալիս, մի հիստերիկա չեք, հասկացել ենք, լավ, նեղնեք, մի քիչ նեղն գնողությունը կծանա լինում, բան, ասած բաներ, բայց մի հանգիստ ես բայեք։ Իմիջայլոց ասեմ, թող են Էդգարը Ղազարյան չկարծի ձեռքներիցս պալստում, ու կարող է այն թեման այդտենց սառում է, չէ։ Անկեղծ ասեմ ժողովուրդ ջան։ Ուրեմն ես պատրաստվում եի, որ տեսա ուղերձ ներկայացնեմ, որ օրինակ չորեքշաբթի օրը լինելու է ազգային ժողովի մոտ, դեռ երեքշաբթի, մտածում էի ճիշտ է երեքշաբթի, թե չորեքշաբթի։ Անել ընդհատվեց նիստերը կառավարության ծրագրի պատճառով, չէ, չընդհատվեց, կառավարության ծրագիր անգավ առաջ այս բաները դուրս եկավ մի բա դադարվել։ Ասի լավ, մենք տեսնենք ինչ ա լինում, երկար կտևի թե չէ, որովհետև կառավարության ծրագրի հաստատումը որպես կանոն մի քիչ երկար է տևել, էլի։ Մենք տեսնենք ինչ ա դառնում, էլի, կամ գուցե դեռևս ֆայմում է մի ներողություն մի բան ասի, Էդգար Ղազարյանը, սրիկան, համահայկական սրիկան, այնեն նիստերի ժամանակ ես ձևիստները հելան փախան։ Միացնում այն մարդ, հիմա գնանք ազգային ժողովի մոտ, սրանք էլ ազգային ժողովում չեն, մարդ չգիտի ուր են։ Կարող է շենքում են, բայց կարող է ով է տենց բան անում։ Լավ, հիմա ինչ անենք։ Այսպես ձգձգվեց։ Բայց մյուս քարորյան իմն ես, Էդգար Ղազարյան։ Դու պարտավորություն ունես, ու քեզ դոն պիպոն դուխ կտա, ով դուխ կտա, դու պիտի կանգնես ու ասես որ քաք ես կերել այդ արտահայտության համար։ Դու հենց այ Սաֆարովյան, չգիտեմ օրենք նախագիծ եք, չի ուզում, այս Սաֆարովը հենց դու ես, հենց դու։ Ու դրա մասին ազգային ժողովի դիմաց մենք դեռ կխոսենք։ Հետո գալիս կանգնում եք ու բաներից վեհարժեքներից եք փորձում էլի ներկայանալ։ Ու հարցա, ամեն դեպքում ոնց ես հայտնվել Լիսկայի կուսակցությունում, աղջիկ ջան։ Լիսկայի կուսակցությունում, այստեղ պիտի էլի կպեին մի հատ ասեմ էլի երկու բառ։ Այ եթե սրանք կարելուց լինեին իրենց արժանի պատիժը ու իրավական գնահատականի ենթարկված լինեին։ Եվ հեղափոխությունից հետո, այդ գոնե հեղափոխությունից հետո այդ լյուստրացիան եղած լիներ, ու այս մարդ կուսակցությունները գործով բացած հանցագործների ձեռամ վերանայված լինեին։ Այս ամեն ինչը զրո ազդեցություն կունենար։ Զրո։ Ոչ թե մարդը հույս կփայփայեր, որ այ Լիսկայի կուսակցությունով, իսկ Լիսկան հանցագործ է, չէ։ Չէ հանցագործ, նստած է, չէ, ամերիկյան կանխավարկած, Վարդավանյանն ընդդեմ։ Դες կապեր հաստատ հարուստների մեջերով, սենց հարուստներ ասելով ժողովրդին թալանացների մեջերով, գալիս ասում են ազգային ժողովի պատգամավոր։ Մասնուց լիստ բանը, ոնց ես հայտնվել, այ ես ինչ եմ խոսում։ Գանք եվրոինտեգրումը։ Ուրեմն դե այդ հանձնաժողովներ գիտեք, Նարեկ Կարապետյանենք էին վերցրել, բանը էդի արդեն հատուկ կրեմլյան թիմի համար, չեն կարա շատ բան անեն, հարց է էդի չի, բայց կներեք էլի, այդ ցանկացած հանձնաժողով ինքը նաև հասարակական գործիչների հետ աշխատելու համար է, հասարակական կազմակերպությունների հետ, չէ, հասարակական կազմակերպությունները կարող են նախաձեռնություններով հանդես գալ, կոմունիկացիա պիտի լինի, երկխոսություն լինի, բան, այդ քննարկումներ եւ այլն բան։ Հիմա ընկեր ջան, ասենք, եթե ձեր տիրույթը սա ռուսամետ է,
Սախ, ռուսամետ չի, ռուսականը։ Ու դու ինքդ ասում ես, որ անես չի, որ դու դրա ջատագովն ես, բայց դու բան ես։ Մենք վերահսկող բան ենք իրականում, ինչի վրա վերահսկող։ Որ լավ լինի, նորմալ լինի բան։ Հիմա ես լուրջ եմ ասում, ուզում եմ հասկանամ։ Եվրոպական արժեքները բարձր գնահատող եւ այդ ուղղությամբ աշխատանքներ տանող իրավապահ կազմակերպություններ կան, հասարակական կազմակերպություններ, դա մարդ կուսակցություններ կան ակա։ Դու ո՞նց ես կոմունիկացնելու այդ աշխատանքները։ Ո՞նց։ Եթե մի կողմից սատարում ես Դոդի Գագոին, մյուս կողմից Քոչարյանին, մյուս կողմից Տաշիր Սամոյին, ու հետո եվրոպական արժեքները, ասենք ո՞նց ես դու պատկերացնում դա։ Ես չեմ պատկերացնում մի տեսակ, կարելի է իմանալ։ Դու էլ չես պատկերացնում, սենց ասեմ։ Պարզապես դուք չեք կարող խոստովանել, որ այո, հրահանգա կատարել եք։ Սամվելը Նարեկը Կարապետյան էշ գնաց այդ քայլին ու հիմա դեռ ընկել եք պիտի քաշեք նա։ Բայց մենք էլ ձեր հետ ենք քաշելու։ Ու սա գնահատական կստանա։ Անկեղծ ասած, ես շատ կուզեի անդրադառնալ կառավարության հենց ծրագրին։ Հա, ուրեմն էսի Ռոբերտ Քոչարյանի էջն է, Facebook-յան, մենավերևը գրած է։ Այս գիտեն, էսի բանն է իրանց Կան ժողովում հնչում են տեսակետներ, կան ժողովում հնչում գրասենյակի ղեկավարն է։ Ուրեմն հրապարակում էր արել, մտել եմ տակը բան եմ գրել։ Ընդ որում կոռեկտության սահմանները փայլով։ Արա մեկ էլ եկան այս Քոչարյանական։ Բա կարաս ապացուցես, որ ինքը սենց է։ Ես ես ասել եմ, եթերով մի երկու բառ կասեմ։ Այկեք ձեզ կարճ համառոտ։ Նայեք, կաշառքի գործով Քոչարյանը, սենց մեկ ընդմիշտ էլի, որ կյանքում չուզեք, սրա մասին խոսել եմ, բայց հատուկ ձեր համար։ Կաշառքի գործով Քոչարյանը մի անգամ պլստացել է դատվելուց, գիտեք ոնց։ Բանով, վաղեմության ժամկետով։ Այսինքն ինքը չի գնացել իր պատիվ արժանապատվության հետևից, իր բալի համբավի հետևից, եւ չի վիճարկել, դա ու չի ասել, չէ, պետք է ես միջև վերջ դատեմ, ես աններ եմ, ինչ կան բան, վաղեմության ժամկետ։ Չի արել դա։ Այսինքն ինքը ընդունել է, որ ինքը կաշառակեր է, բայց վաղեմության ժամկետ կա չի կարա դատվի, հասկանում եք թե չէ։ Սա իր ընդունածն է։ Դրանից որոշ ժամանակ անց գուցե դուք մոռացել եք։ Կառավարության նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասեց դրա անունը տալուց սանցետոյից ասում եմ կաշառակեր։ Այդ կաշառակերը, որ ասեմ, կաշառակեր իմացեք, որ իր մասին եմ ասում։ Հիմա, երբ որ կառավարության նիստի ժամանակ ուղիղ եթեր, պաշտոնական դիրքորոշում, պատկերացնում եք, չէ՞ այդ ինչա։ Դա իներ չի, կարող Զարշավի ժամանակ քաղաքական տես բան արել, ասել այդ կաշառակերը բացած։ Չէ։ Կոնկրետ դա լուրջ բան է։ Ու Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ձկամպես համար լուր։ Ինչի դատի չտվեցիք։ Ինչի դատի չտվեցիք։ Վարչապետը, վարչապետի աթոռին նստած, կառավարության նիստում, փողկապով, պաշտոնական ձևով ներկայացնում է ձեր սիրելի Քոչարյանին կաշառակեր։ Ու ասում է, որ այո, նա կաշառակեր է։ Ոչ թե բնութագրում է, այլ կոնկրետ ասում է։ Բամետ, դատի տա այդ պատիվ արժանապատվություն, բարի համբավ, ձեր սիրելի դատավորներից մեկի մոտ էլ երևի կընկներ գործը։ Ինչի չարիք։ Իրենց խի չարեցին սիրելի Քոչարյանի հետևորդներ։ Բավարարվեցին հակադարձելով, չգիտես, էլի երրաբլուր հիշելով իրանց արևին բան։ Որտեվ դա այդպես է։ Այդպես է դա, ու իրանք գիտեն, որ դա իրավական հիմնավորում ունի այդ խոսույթը։ Հիմա դուք եկել եք ասում եք մեր հերոսը։ Լավ ախպեր ջան, ես հերոս հարգող սիրող մարդ եմ։ Իր հերոսը պատումից մի բան կպատմեք, իր հերոսական կյանքից։ Մի պատմություն։ Ընդ որում պարտադիր չի, որ դա ճիշտ լինի, եղած լինի, դա կարող լեգենդ լինի, լեգենդը գիտեք որն է, կարող հորինված լինի, համեցեք,
Քոչարը կաշառակերա, Սերժը Սալյարկա խմող, Սալյարկի գող։ Եվ ես դա ասում եմ հրապարակային եւ որևիցե մեկը թող իր բարի ամբավի հետևից գա։ Կամ դատարան լինի։ Ինչ եք դրե զորով համոզում, որ տենց չի։ Գիտեք, քանի որ վասնզի։ Կաշառակերա, երկրի ղեկավարը կաշառակերա։ Ու այո, ճիշտ է ասում մարդը, Նիկոլը։ Բաններով մատներ, բայց քիչ ունեմ։ Տենց տաներ մներ, բան, պելաժներ, բան, քիչ ունեմ։ Վատնեմ դրա համար։ Չնայած, հա, գիտեք ինչ, ձեր համար ինքը վատնա, որովհետև չունի։ Բերել են, կարդում եմ, օրական կարդում եմ։ Telegram, այս ժամանակակից տեխնիկայի ջանիմները, եթե ես ջահել լինեի ու սա լիներ, ես լրիվ ուրիշ ձերին կյակը կդասավորեի երևի թե։ Նայում եմ, Telegram-ն ալիք ունի, բանը, դատախազությունը, մյուսը։ Նայում եմ, այս ինչ տարածքը վերադարձվում է, չգիտեմ, Մասիս համայնքի բնակիչներին։ Այս ինչ մանկապարտեզը վերադարձվում է համայնքի բնակիչներին։ Այն ինչ համայնքը։ Նայում ես հեկտարներով ձեր գողացած հողերը, դոդի գագե գողացած հեկտարներով հողերը։ Մյուսը մի րոպե ախպեր։ Եթե դա տարվել է իմ պետությունից ու ինձնից, իմ համար ինչ տարբերություն է դի թուրքն է տարել, թե սրանք, որ հայի անվատակ ֆրֆռում են։ Հələ տարվել է գողացել է իմ պետությունից։ Դուք զարթել եք իմ պետությունը, հողերը։ Ու այսօր եկել կանգնել եք, այդ դրա համար եք դուք այսօր ամեն տեղ պատե անպատե արեցի շատ լավ իմանալով որ սահմանագծման ու ինքներդ էլ եթե լինեիք ղեկավար ուզեիք թե չուզեիք, նու ձեր քարոզարշավին դա օգտագործել եք, որ մենակ սահմանագծում սահմանազատման process-ով հնարավոր ամեն ինչ սկսել տեղը, որովհետև ռազմական կա երկու տարբերակ։ Իրավականը դա է կամ ռազմական գործողությունով, որ երկը չգիտենք ինչ կլինի, ոնց կլինի, ոնց չլինի, բայց այդ ռազմական գործողությունը չի վերջացնում ամեն ինչ։ Շատ դեպքերում նորից է սկսում ցիկլ ռազմական գործողությունը, ձեզ ասում եմ արագ։ Հա, դա ինչի կբերի չգիտենք։ Հիմա ասում սենց է հետ բերվելու։ Դուք գիտեք դա, բայց դուք գիտեք ինչ եք անընդհատ ասում ջերմուկը սև լիճը, ջերմուկը սև լիճը, սև լիճը, ջերմուկը, հետո էլի սև լիճը։ Գիտեք եք ասում։ Որ տակը ձեր գողացած ու զավթած հողերը չերևան։ Արժե զրկվի էլի էդի, ասենք ոչինչ որ մենք էինք գողացել, մենք էլ ձեր հայերն ենք, այդ ձեր ցավը տանեն։ Ինչի հետևեք աթուրք եկել նստել այնտեղ դուք մերս տարածել եք նայում այդ ձեր կյանքին մեռնեն։ Այն ինչ իսկական թրքությունը հենց ձերն է։ Հենց ձերն է։ Ու մեր հասարակություններ, քանի որ դեռ նորա էվոլյուցիայի միջով անցնում, որպես պետության քաղաքացի նորա ձևավորվում, քաղաքացու մենտալիտետով, իրավունքի, պարտականությունների, պահանջատիրության տեսանկյունից նորա ձևավորվում, սրանք նոր խոսույթներ են, սա։ Հետևաբար հələ չի հասկանում ինչ է նշանակում համայնքային հողը վերադարձնել համայնքին։ Ու երևի հենց դրա համար էլ հələ չի հասկանում ոնց պիտի դա գնահատի։ Գալիս ասես ապեր ջան, այն գարաժը ու այն խանութը քանդում եմ, որ համայնքային հողը վերականգնվի։ Ինքը նայում ասում է, արա բայց այն խանութը շողիկ տոտայիններ, այս գարաժն էլ մեր, չգիտեմ, դամբուլիկիններ։ Որ այսինքն թուրք են արա, եկան դամբուլիկի գարաժը քանդին արա։ Արա շողիկ տոտայի խանութը բուտկեխի քանդի կարա։ Ինքը սենց է մտածում։ Հասկանում եք։ Ու այդտեղ քո արած ճիշտ աշխատանքը դառնում է բացասական ընկալման աղբյուր։ Դու ոնց է, որովհետև ինքն էլ ունենար հնարավորություն ինքն էլ էր տենց վարվելու։ Հասկանում եք, այստեղ խնդիր է սա։ Ասում ես լսի, դա դամբուլիկինը չի եղել, շողիկ տոտայինն էլ չի եղել։ Դա եղել է բոլորին հետ։ Մեկը չի, որովհետև պետության քաղաքացին հələ նորա մտնում։ Ու սրանից այնքան պիտի խոսենք ու մշտապես այս տեսանկյունից պիտի խոսենք, որպեսզի մարդկանց մեջ լեզվամտածողության մեջ մտնի դա։ Մարդկանց լեզվամտածողության մեջ դա պիտի մտնի։ Որովհետև որևիցե կայսրության հպատակը, թեկուզ էթնիկ բնակչություն այլ կերպ է մտածում։ Ժողովուրդը այլ կերպ է մտածում, ցեղը այդ բոլորը դրական նորմալ է վերաբերվում։ Բայց պետության քաղաքացին այլ կերպ, դա իրավական նորմ է։ Ու պիտի քաղաքացին էլ հետևողական լինի։ Հիմա եկել են ասում են, այս ինչ համայնքի այգին, այգու տարածքը գողացել էին։
հետ ենք բերել դատական process-ների մեջ անցնելով, ոչ ոք չի լուսաբանել դա։ Ոչ ոք չի լուսաբանել, թե մենք ոնց ենք այնտեղ ներողություն արտահայտությունից բորրան լինում, որ այս համայնքի լողավազանը կողքի այգին ու այն կառուսելը հետ վերադարձնենք համայնքին, որը գողացել առաջնա օրինակ համայնքապետը կամ իր քեռու ծոռը, որովհետև եղել է քոչադոդա Սերժայեսի վիճական, հասկանում եք ինչ էլ ջրը չկողնաշերին ինչ ուզում ես աշխարհից։ Մի բան է, ջոկել որ տարել է զարթել, ու վсё։ Վերադարձնում ենք համայնքին, այդտեղ կարան ու կառուցվում է այս ինչ կամ այն ինչ բանը։ Մարդիկ նստած ասում Բայց ինչ են արել որ ինչ պիտի անեն մոտեցում մենտալիտետ են փոխում հարցը ինչի քանի այգի կառուցեցին հարցը ինչի քանի մանկապարտեզ դպրոց չամփեք չէ հարցը կառուցելու մոլուցքն է միտումն է կառուցելու մասին պատկերացում դնելն է մինչև այսօր մենք ունեցել ենք քանդելու մասին գողանալու մասին տանելու կպցնելու մասին պատկերացում են այ հենց այդտեղ է ամենամեխը այո ճանապարհները կարող է լինեն վատ աշխատանք տարվի, թերի արդի, կարող է շատ լավը լինի, չգիտեմ, այդ դպրոցները կարող է սենց կամ նենց բանը, կամ այդ համայնքը հետո ոնց կշահագործեց շատեր բաները, չգիտեմ, բայց կառուցելու մասին հաղորդումը դրական տրամադրություն է, ու դու սկսում ես վերաբերվել քո պետությանը հանդեպ մեծ վստահությամբ, ես հասկանում եմ, որ սովետը շատ բան է մեր մեջ դրել, որ պետականն է, ուրեմն կարելի է գողնալ ու հենց այդ դրա արդյունքն է եղել երրորդ հանրապետությունը ծնված է եղել այ այդ գաղափարախոսությունից այնտեղ շատ նվիրյալներ իրենց կյանքը տվել են որ բան փոխեն իրենց կյանքով մենտալիտետ են ուզեցել փոխել ու լեզվա մտածողություն հասկանում եք դուք ու հիմա նույնպես այդ լեզվա մտածողությունն է որ ախպեր մի րոպե պետությունը մտածում է մասին եթե իմ մոտ մի բան չի գուցե ես դիմեմ պետությանը Գուցե ես ասեմ պետությանը, գուցե հետաքրքրվեմ պետությունով, գուցե դա համարեմ իմը, ու գուցե բարելավեմ դա իմ որպես քաղաքացի, իմ պարտականությունները ճիշտ իրացնելով, որպեսզի իմ զավակը ավելի լավ պետություն ունենա, որ չնստի ասի, արա կանգնեցի երկիր չի գնամ չգիտեմ բան, Ֆրանսիա, Հայաստանը կարա լինի այն տեղը, որտեղ որ գալիս են, ոչ թե որտեղից գնում են, ու այդ տեղաշարժերը կա տեսանելի է Խիպիտի ուրիշ երկրի մասին երազենք եկեք մեր երկրի մասին երազենք Խիպիտի ուրիշ երկրում բան ձեռնարկելու մասին մտածենք եկեք մեր երկրում բան ձեռնարկելու մասին մտածենք Եկեք վերաբերվենք մեր պետությանը կլինեն խնդիրներին բախվելով կգնան կներկայացնենք կասենք կգոռանք կղժանք կասենք արա այս ինչ ախի այս խնդիրը կա այս խնդիրը մեկը կլուծվի մեկը չի լուծվի մյուսը 10 տարուց կլուծվի թե ինչ բայց այդ process-ն է այդ անիվն է որը կսկսի պատտվել որը ժանգոտած ներխած ընկածել է ձորերի մեջ այդ անիվը որովհետև մենք էլ այդտեղ չենք մտածում այս է կարևորը ու այդ է փոխվում Այսինքն ինչ են արել կառուցելու մասին մտածողություն են դրել ուղեղում Գիտեք ինչ ես իմ առաջի եթերները երբ որ անում եմ ու խնդիրները շատ լուսաբանում են ժամանակ Հիմա էլ բայց այս ժամանակ մի քիչ ուրիշ ձև էր Այդ վաղտերը ես մի առիթով ասել եմ որ իմ երազանքն է մեր պետությունը դառնա այն պետությունը, որ իմ ներկայացած խնդիրը լինի լուցկու տուփի, լուցկու հատիկներից մեկի մի քիչ թեք լինելը։ Ես ուզում եմ այդ խնդրին հասնեմ։ Հասկանում եք։ Ոչ թե 17-րդ դարից մնացած խնդրից խոսենք։ Ես ուզում եմ մենք սթից բանը սարքենք խնդիր։ Այ այդքան այդ պետությունը դառած լինենք։ Մի օր նստած նայում եմ թարգմանությամբ Ավստրիայի ազգային ժողովում պատգամավորները շատ քաղաքական խոսույթով եւ բարեկիրթ նաեւ իրոնիաներով իրար հանդեպ որովհետեւ ամեն դեպքում ընդրել են դիմադիրներ կան այլ մի քանի ֆրակցիա նստած քննարկում են հարցը ինչին է վերաբերվում գազանանոցում մի հատ Անձուխտ սիրարվել է մի հատ բեգեմոտի թե ինչ մի խոսքով երկու տարբեր կենտանի սիրարվել են իրար Հիմա այս կենտանիներից մեկի վանդակը տեղափոխելու ժամանակն է
Բայց եթե իրան տեղափոխեն, այն մյուսը կընկնի սթրեսի մեջ։ Բայց բյուջեն էլ այնքան չի հատկացվել, որ երկուսին իրար հետ տեղափոխեն ինչ որտեղ։ Գումարած դրան, այնց էլ չի, որ այս մյուսի ներկայությունը սրասախ Գերդաստանին կայֆա տալի։ Հասկանում եք, մի խոսքով։ Արեն նստած կանգնած ամբիոնին մոտ ուրեմն շատ լուրջ էլ գիտական թեզերով, էլ մասնագետների չգիտեմ ինչերով լուրջ ուզում են հասկանալ այդ խնդիրը ոնց լուծեն։ Սկզբի պահին խնդալու է։ Լուրջ պաշտոնյաներ են արա, նրանք էլ պարգևավճարներ վստահաբար ստանում են բան։ Սս նայում են, հետո զգացի, որ ես նախանձում եմ իրանց։ Ու պետք չի էդի թաքցնեմ խնդալու տակ։ Մենք դες բան ունենք, չէ՞, մեր որպեսզի ազդեր չգտնվենք, մենք կավա ծաղրենք դաժե մեկին բան, էլի։ Հա։ Բեսի չեմ խոսում, ապուշ է կարա գնացեք կպեք գործներից, բայց որտեվ ասելիք չունի դրա համար, էլի ասում։ Հրանայից ես ասի, ես ուզում եմ այդ պետությունը դառնալ։ Ես ուզում եմ ունենամ այդ պետությունը, որտեղ որ այո, հարցը այդ մակարդակի հարցերը կլինեն խնդիրները։ Այ չգիտեմ միտքս ճիշտ եմ ըմբռնելի եմ ձևակերպում թե չէ, բայց դրան կհասնենք, մենք կհասնենք դրան, կունենանք դա, ունենալու ենք դա, որովհետև էվոլյուցիոն շրջանը մեկնակը տրված է, այստեղ են նրանք հիստերիկանում, հասկանում եք, հիստերիկանում են, որովհետև խնդիր է լինելու իրանց ընտրվելը, իրանք կամ պիտի խելքով ընտրվեն, խելքով ընտրվելը երկարատև աշխատանք է պահանջում, կամ պիտի մարդկանց պահեն ցածր մենտալիտետի տակ, որ փողով ընտրվեն։ Որովհետև ես չեմ ճանաչում թեկուզ սոված մնացած մի գիտնական, ով փող կվերցնի ինչ-որ մեկին փողով ընտրի։ Չեմ ճանաչում։ Մտավոր հարուստ մարդը չի գնում այդ ուղղությամբ այդ ճամփով։ Լայնախոհ մարդը չի գնում, կյանքում սոված խմերին չի գնա դրան։ Ու իրանց հենց դրա համար է պետք է ոչնչացնել դպրոց մանկապարտեզ։ Դրա համար է սահմանացված դեբիլներ սրանք, արա դպրոց են սարքում։ Արա, ու որտեղ ինքը մտածում է սեր, որ դպրոց են սարքում այս դեբիլները, ուրեմն չեն ջոգել, որ այս հատը որ սկսեցին համայնքների երեխեքը սովորել, արա մի օր կդառնան խելացի առաջատար դեմքեր, իրանց ձեռքից աթոռը կտանեն, արա, այս ապուշները հասարակ բանը չեն հասկացել, այ դրա համար էլ գնացել դպրոց են սարքում։ Այ այս իմաստով է սահմանացում դե բանը, ոնց դպրոց։ Այնքան խելք չունեմ, որ դպրոց են սարքում։ Այս իմաստով է ասում նա։ Մի խոսքով ժողովուրդ ջան, այսքանով երևի թե եզրափակենք այսօրվա եթերը։ Ինձ թվում է մեր մտորումների բարձրաձայնումները, նոտաները ընկալելի կլինեն խոհեմ քաղաքական գործիչների համար, ովքեր որ դիտարկում են դա որպես քաղաքացիների ձայն, ինչը կարելի է վերածել քաղաքական մշակույթի եւ ինչ-որ կերպ, ինչը ոչ նաեւ քաղաքական գործունեության եւ առաջարկների, որոնք որ հնարավոր է կլինեն, կստացվեն, հնարավոր է չստացվի, չգիտեմ, ամեն դեպքում սա մենք խոսում ենք այն ամեն ինչից, ինչը հասկանում ենք ձեր գործունեությունից, ու եթե ինչ-որ մի բան լավ չենք հասկացել, հավատացեք, ուրեմն ձեր գործունեության մեջ ինչ-որ մի բան թերի է եղել։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, բարի գիշեր ձեզ, կհանդիպենք։